Կազմակերպության համասկային հայգրթական և մշակութային միության քլացոր մասնաճյուղի քրաթարան քրադարածի հանձնախումբին Անահիտ Բալյանի ապրումներ քիրքի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլ 19-ին Հայգետրոնի Հարություն Մանուկյան քրաթարանին մեջ։ Քիրքը ներկայացուց քրող խմբակիր և հրատարակիչ Անուշ Ագներյան։ Համասկային հայգրթական և մշակութային միության Թորոնտոյի քլացոր մասնաճյուղի Հարություն Մանուկյան քրաթարան քրադարած հանձնախումբի անունով բարիք հալուստ կմաղթեմ ձեր բոլորին։ Անահիտի ապրումներ քիրքը կփաղկանա 4 գլուխներ է. հայրենիք, մայր, սեր, գեղոններ և ցոներ։ Այսօրվան գեղարվեստական հայտակրի առաջին բաժինը ասմունքներ են, առնված քիրքի առաջին գլուխեն նվիրված հայրենիքին։ Հայգի նման հբարդ կարշնեղ, սասնա թավիթի վես ուժեղ, սնած շահած արդար հացով, հերոսներ եք հայու ոգով։ Ձեր գողքին ենք, ձեր թիգունքին, քաչ զինվորներ իմ հայասկին։ Ծիրուցան ենք, բայց միասին, մեկ հոգի ենք ու մեկ մարմին։ Ձեր ջանին մադաղ զինվորներ, մեր նորորյա վեհ կտրիչներ, թույցազներ եք, անմահներ եք, ձեր շնորհիվ հաղթելու ենք, գրագ ու փոց մեր աչքերուն, վրեժով զինված մեր սրտերուն, աղոթքները մեր շրթերուն, գուքանք ցեզի սիրով անհուն։ Գիտեմ կարող ես, քիչ, բայց հզոր ես, փյունիկի նման գրգին գհարնես, հիշե անցյալդ, նահատակներդ, բայց նաև հիշե հաղթանակներդ։ Վգա Սասունդ, Սարդարաբադդ, վգա Արցախդ, փոլոր քաչերդ, նորեն գծնին քու արյամբ սնված, գդրիչ հերոսներ, վրեժով զինված։ Հիշե անցյալդ, թագավորներդ, Մեսրոպ Մաշտոցդ, փանաստեղծներդ, քաչ գիտնալու ես ողջ պատմությունդ, բահելու լեզուդ ու ինքնությունդ։ Մասնադեր են քեզ ու շահաքործեր, գոդորեր են քեզ, ցիր ու ցաներեր, բայց քու հավատքով միշտ վերագանքներ, գհավատամ քեզ, սեր ու հարկանք քեզ։ Բազմահազար վեհ անմահներ, որոնք տվին իրենց կյանքեր, տես, կջախրեն երկինքն ի վեր, ինչպես խիզախ սեկ արծիվներ։ Մահն անդեսած ճամփա ելան, թեժ մարդե ետք հերոսացան։ Անոնք ինգան, որ մենք մնանք, որ մենք պահենք մեր հողն ու կյանք։ Հազար փառք ձեզ, վեհ անմահներ, կխոստանանք, գանք չենք առներ, կշարունակենք պայքարը մեր, միշտ հիշելով սխրանքը ձեր։ Ղազանչեցոց եկեղեցի Սուրբ ամենափրկիչ, Շուշիին ու քրավյալ Արցախին արթուն հսկիչ, թաքուն գողպաս փարազարդ օրերդ հիշելով, հոգիդ խորը սագայն լի է վրեժի ծարավով, թշնամին թավաթրափար քրավեց, դիրացավ քեզ, ներկայացնելով իբր իրը լոզունքներով գեղձ, խլեց որդիքդ և փշրեց հեշտագներդ հեզ, ղողանչող զանքագադունդ և խորանդ անեղծ։ Ինգերես քերի զավագներուդ հետ անբաշտպան, հարվածեր ու ավերեր են քմփեթդ հայկական, նորություն չէ քեզ համար թուրքի ավարն ու թալան, դոգա
պիտի վերաթարնաս դիրոջդ իրական։ Գավազանով մոքագան, հեքիաթի բարիք մնես, որ սեր ու հույս կսպրես, գիշեր ցերեկ դևագան, հսկեր ես տուն իմ վրան, ինձ համար ես տուն դքնած, կյանքդ ինձ ես նվիրած, երազանքներդ թողած, երազանքդ եմ եղած, երազներով գաբուդագ, երկեր հյուսեմ քեզ համար, քով կդնեմ ամեն օր, թող ջանաբարհը դլա միշտ լուսավոր։ Աննման մար, հզոր, ինչպես լերը մեր բիբլիական, ազնիվ, ինչպես անունդ արաքինի, գեն սուրախ ու չեմ սրդով պերգալի, ընլաս միշտ առողջ, ընլաս միշտ հբարդ, ու հասնիս քու երազանքներուդ անարատ։ Հեղինակը իր դակուկ սերն ու կուրկուրանքը, հարկանքն ու երախտիկը գահայտնե հայ զինվորին, հայ հողին ու հայրենագիցին, բարեկամին, մոր եւ անշուշտ սիրեցյալին։ Իր մոտ չգան ժամանակագից բանաստեղծի հոգեգան դվայդակներն ու մթին պատկերները, կամ խուլ ցավը։ Իր մոտ լույսը եւ սերը գդիրե բոլորին հանդեպ, բացի թշնամիին, որուն հանդեպ ան իր ցասումն ու վրեժը գաբրի։ Անահիդին մոտ թասականն է դիրող դրամատրությունը եւ քիրքին մեծ մասը ուրախ երկացանք մնե, որ մեզի գհրամցվի։ Եվ արդեն առաջին բաժինը հայրենիք բաժինն է, նվիրված հայ զինվորին, հայ ժողովրդին, հայ անմահներուն, Արցախին 2020-44 օրյա պատերազմին, հոսկա պատերազմին եւ գործված հողերուն ստեղծած ցասումը, գոչը մանավանդ վերգանքնելու եւ բայկարելու։ Այս բաժնին մեջ է նաև հողիտան, Արարատին, ցեղասպանության եւ հողի վերաթարցին նվիրված գդորները։ Մանավանդ ճիշտ բնորոշումով այս բաժնի մեջ ձերեղված է նաև հայ մայրերուն նվիրված գդորը։ Երկրորդ բաժինը մայրն է։ Հոս մայրն ու սերը, մայրն ու իմաստությունը, մայրն ու քաղցրությունը, մայրն ու քեղեցկությունը գմիանան որպես մեկ ամբողջություն։ Վերջին բաժինը քեղոններ եւ ցոներ բաժինն է։ Հոս մասը ցոներ են ուղված հեղինակին ջանցած եւ իր մոտ բարձր հարկանքի արժանացած անձնավորություններու եւ մասն ալ քեղոններ են ընդհանրապես հավաքականության որոշ մասնիկներուն նվիրված։ Օրինակ, մամիկներուն, հայվարժարանին, ուսուցիչներուն, աշակերտներուն, հոմին, մանուկներուն, բարերարներուն, սիրուշորին նույնիսկ, դեղահանված հայ ընտանիքին, հայ երկին, լիբանանին եւ նորդարին։ Ըստ հեղինակին, անմահ զինվորները ներշնչումն են մնացողներուն, որ անոնք բայկարը շարունակեն վճռագամությամբ։ Չկա լացուգոց, չկան մահվան եւ սուքի մութ տեսարաններ, կան խունգ ու աղոթք եւ խոստում հաղթանակի։ Հաջող գրած եմ իմ օրվան ապրումներս հանցնելով թուղթին եւ բավարարվելով գարտալ զանոք ընտանեկան թե բարեկամական սերմ միջավայրի մեջ։ Սակայն 2019-ին իմ այցելությունս Հայաստան եւ Արցախ խթան հանդիսացան, որ քրեմ, զդեմ, մեկդեղեմ ու որոշեմ հրաբարակել զանոք։ Ինչ կվերապերի այսօրվան շնորհանդեսին, ուզեցի ներկայացնել քիրքս սովորանական դարբեր ձևով, որովհետև գսիրեմ արվեստը, գսիրեմ մանավանդ մեր հարուստ մշակույթը
իր բոլոր ոլորտներով։ Մեր մշակույթը արդահայտությունն է մեր ինքնության, եւ ցեզմի յուրաքանչյուրի նման, որպես ժառանգորդը այս հարստության, քուրքուրանքով գուզեմ բահել, հարստացնել, փոխանցել հաջորդ սերունդներուն ու ծանոթացնել զայն ողջ աշխարհին։ Այսօր Անահիտը ինք իր մասին գխոսի, այսին իր ապրումները գտրցսևոր է, հայրենիքի նկատմամբ, մոր նկատմամբ, մայր հայրենիքի սերը ընդհանրապես մեր արժեքներուն, մեր սրբություններուն եւ մեր արդար իրավունքներուն։ Եվ ամենեն կարևորը ինչ որ իր գործերու մեջ շատ ագներև այսպես շեշտված է վրեժի այդ զգացումը, բայց վրեժով չի վերջանար, այդ վրեժը բայկարով պետք է շարունակվի։ Մենք միայն չհիշենք, միայն չհիշեցնենք, այլ բայկարը շարունակենք։ Եթե այդ բայկարը չշարունակենք, այդ բոլորը անիմաստ կդառնան։ Եվ ամենեն կարևորն է այս մեկը, Անահիտն ալ գսեր իր գրքի մեջ, քանի գանք չենք առներ գանք, գշարունակենք մեր բայկարը, գշարունակենք մեր հարադև քոյերտը հաղթանակ հասնելու։